կուտակվե մեզ մորթելու են, չէին հավատում, կատարվեց, ես ձեզ ասեմ, իմ անունը Աշոտ Դալաքյանն է, այստեղ այս գրառումները ես 7.5 տարի միջազգային դատարաններով բանով բողոքել եմ, որ արդարություն գոյություն չունի այստեղ, մեզ որպես ոչխար մորթում են, իսկ այն մնացածն է, որ եկել են լավ տղա են խաղում, նրանք էլ են տանելու է ժողովրդին մորթեն, ըստեղ արդարություն գոյություն չունի։ Ինչ պիտի լինի, ինչ գիտեք ինչ արդարություն է այն, հա, որ մարդիկ լսել չգիտեն մեկը մյուսին։ 7 Աշկդ հանել եմ, ինչ ես ուզում, տենում ես։ Լավ, շարունակեք։ Այս ազգի համար լավ բան ես խոսում, շամպես հաչում են, չգիտես ով է լավ մարդը։ Դե կինը թողուի կինը իրա ձևով պահի։ Ինչ։ Խոսում եմ։ Հա։ Բակական կին ինչ գործ ունի եկել է իմ տղամարդը, ինչ գործ ունի տղամարդի հետ բազարանի, այա տենց կնանիք սկսեցի։ Կնիկը թո էթա իրա ճաշը էպի։ Չէ, տենց չեղավարդ։ Գիտես ինչ, քուրջան, աստեղ դե հիմա դեգ եթե կարակ փրկեք, գնացեք փրկեք։ Դուք ինչ եք առաջարկում, ո՞րն է։ Ես նրանից 7.5 տարի առաջ առաջարկեցի, ասեցի նախ առաջին հերթին մենք մահ ունենք մեր ճանապարհներին, որը անտեսվում է։ Խցանումներ ունենք, անտեղի վառելիք ենք ծախսում, ժամանակ կորցնում ու կոտորվում, թալանվում ենք այս երթևեկության մեջ, մինչև այս խնդիրը չլուծվի, այս ազգը չի կարա շնչի։ 18 թվին այս խնդիրը դրեցի մեր ազգի առաջ, ասեցի մինչև ճանապարհը չուղղես, ոչխարի պես քեզ սատկացնելու են կոտորեն։ Ասում են ճանապարհը կապ չունի մեր ապագայի հետ։ Դե չունի է տենց էլ դե քաշեք եք առավոտից երեկոյես պռոպկեք ու ես կեղտի մեջ եք։ Սա նշանակություն ուներ 18 թվին շեշտեցի, ասեցի բացեք ճանապարհները, որպեսզի ապրենք, մեր ժողովուրդն ապրի, մեր երեխեքներն են գնում մեքենայի տակ, աշխարհը կոտորվում, ես ծրագիր ունեմ, աշխարհը կարգավորելու, հենց ճանապարհներից սկսած։ Ասեցի։ Դուք ուզում եք աշխարհը փրկել։ Իհարկե։ Կարծում եք, որ աշխարհը փրկողը դուք եք։ Ես գիտեք ինչ, բոլորս էլ կարանք, ամեն մեկից սա կախված, ամեն մեկը իր պարտականության մեջ պիտի լինի, ես այդ ծրագիրը շուտվանից Աստծուց ստացա, Աստված ասեց այս ազգը կոտորվելու ճամփայա բռնե, նա կմեռնի, 18 թվականից ես գրեցի ինչ պիտի կատարվի, որ դուք Արցախ եք հանձնելու, չէին հավատում, գիտես ինչ չէին ասում, օրը հեսա Բաքու ենք մտնում, ուրա ձեր Բաքուն Երևանա մտե արդեն հələ քննացեք տեղներներդ, գիտեք պիտի փրկվեք, արա ձեր երեխեքի մասին մտածեք, 7.5 տարի ասում եմ արա ճանապարհներն ուղղեք, արա ես ծրագիր ունեմ, աշխարհը պիտի դրանով գնա, ճանապարհը շրջանաձևով, ամբողջ քաղաքը ես կձեր։ Ասել ինչ կրթություն ունեք։ Ես Իմ միջին չէ, միջնակարգը չէ, միջնակարգից վերև։ Բարձրակարգ։ Բարձրակարգից եմ մի քիչ տեխնիկում եմ ավարտել, որը որ մի քիչ բարձր է միջնակարգից։ Բայց ստեղ աշխատել եք որևէ տեղ։ Աշխատել եմ, ոչ չեմ աշխատել, սաղ կյանքս էլ աշխատել եմ։ Ես իմ ծրագիրը դե հիմա տեսեք, հենց խնդիրը դրանում է, ես առաջին հերթին ներկայացել եմ կառավարությանը, արհամարանք տեսա մեր ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանին էլ եմ գրել դեկտեմբերի 3-ին բանով, դիմումով բացահայտ համացանցում էլ է դա տեղադրված ու դրանք անժխտելի փաստեր են, որ մեր երեխեքի կյանքը նրանց համար կոպեկ չարժի, դուք էլ մտածում եք, հեսա կեսը սրան են գովում, կեսը նրան են գովում, իրար եք սատկացնելու թուրքն է գալու ձեր վրա իշխի։ Այո, հենց այդպես ինչ կարաս անես, կարաս մի բան ասես չէ, հենց ասիր չէ կես ժամից Երևանում են նրան։ Նենց մտածում եք հեսա գալու են փրկեն, մի հատ ռուս ունեիք, որ կարար փրկեր, են էլ թողեց գնաց, զզվում են այս ժողովրդից, կեղտոտ ժողովուրդ են գոռոզ մեծամիտ։